Այս մասով ես ուզում եմ մի անդրադարձ անեմ նաև նախկին հոգևորական Արման Սարոյանին, որը վերջի շրջանում կարծես կամ վերջի չենց ամենասկզբից, կարծես թե այսպես շահագրգիռ անձն է, քննչական կոմիտեից հետո երևի ամենաշահագրգիռ անձը ինքն էր։ Առաջին հերթին ինձ համար նախ քննչական կոմիտեի մասով անհասկանալի է, թե կամ գուցե հասկանալի է, ինչի են շահագրգռված իրենք մի ուղղությամբ այդ վարույթը իրականացնելու, Մենք ասում ենք, բերում ենք տվյալներ փորձաքննության եզրակացություն, որ այսպիսին է տեսագրություն, որ կեղծված է տեսագրությունը, փոխարեն այդ ուղղությամբ իրականացնեն քննություն, պարզեն թե ով է իրականացրել այդ կեղծիքը, իրանք կարծես անձնական շահագրգռվածություն ունենալով ամեն անգամ առիթն օգտագործում են այն կեղծ թեզը պնդելու, թե դա արդեն հաստատված է, որ դա Արշակ Սրբազանն է։ Հենց այս պահից հաստատվեց, որ տեսագրությունները գոյություն չունեն, հետևաբար տեսագրություններում պատկերված անձը նախ ինքը գոյություն չունի իրականության մեջ, եւ այդ անձն էլ բնականաբար որևէ առնչություն չունի Արշակ Սրբազանի հետ։ Նախկին Գևորգ Սրբազանի մասով կարծես թե ամենաշահագրգիռ անձանցից մեկը ինքը լինի, որ առիթը բաց չի թողնում ամենատարբեր հարցազրույցներում անդադար պնդումներ անելու, թե դա հաստատված փաստ է, թե դա եղած փաստ է, կարծես չգիտեմ, կամ նկարանում նա ինքը իրականացրել, կամ դրա մոնտաժը։ Երկուսից մեկը գոնե պիտի իրականացրած լիներ, որ նման պնդում աներ։ Ակնհայտ է, որ ունի որոշակի շահագրգռվածություն, բայց ես իրեն մի այսպիսի, քանի որ ինքը վերջերս մի հարցազրույցում ինձ էր նաև անդրադարձել, մի այսպիսի հղում ունեմ կամ կոչ ունեմ իրեն։ Բոլորդ գիտեք, իր հետ կապված մի ձայնագրություն կար, հեռախոսային խոսակցություն։ Այս հորդորում եմ իրեն, քանի որ ինքը պնդում է, թե այդ ձայնագրությունը հեռախոսային կեղծ է, ես հորդորում եմ իրեն ինքն էլ միջազգային փորձաքննություն նշանակի եւ այդ միջազգային փորձաքննությունով իր ասածը փորձի հաստատել։ Տեսնենք, ընդ որում պարտադիր չի միջազգային փորձաքննություն, այդ փորձաքննությունը նաև Հայաստանի Հանրապետությունում էլ կարող է իրականացնել եւ ես վստահեցնում եմ որպես փաստաբան, որ ամենատարբեր գործերով նման փորձաքննությունների մասնակից եմ եղել, բավարար են տվյալները, որպեսզի փորձագետը հաստատի կամ հերքի այդ ձայնը, որ հնչում է իրեն վերաբերյալ իր ձայնն է թե ոչ։ Հետևաբար կալանքում գտնվող անձի հետևից բամբասելու փոխարեն եւ այդ առիթը օգտագործելով որ անձը գտնվում է կալանքում, ճիշտ կլինի ինքն էլ մի ուժ գտնի իր մեջ եւ իր կողմից այդ ձայնագրությունը ուղարկի փորձաքննության, որպեսզի տեսնենք այդ ձայնագրության հետ ինքը առնչություն ունի թե չունի։